Սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերի։ Ընտրական գործընթացի համար անհասկանալի տրամաբանության մեջ ինչ հիբրիդային պատերազմ, ինչ արտաքին ազդեցություն։ Եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով նկատի ունեն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, նկատի ունեն Փաշինյանին, ապա այո, այդ տրամաբանության մեջ առկա է Հայաստանում արտաքին ներգործություն։ Ցանկացած այլ տրամաբանություն ես չեմ հասկանում, որովհետեւ Փաշինյանի թիմակիցները շատ հաճախ են խոսում այդ հիբրիդային պատերազմ, արտաքին ներգործություն եւ այլն եւ այլն։ Հայաստանում կա շուրջ 50 քաղաքաբանտարկյալ, որոնց եւ մեզ ներառյալ անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապված, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցած չկա։ Նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ով հիմա ապօրինաբար որպես քաղաքաբանտարկյալ շինծու հոդվածով անազատության մեջ են, նույնիսկ իրանց համար կարվել են այլ հոդվածներ, իրանց համար չի գրվել, որ ինչ-որ արտաքին ներգործություն եւ այլն։ Սա կետ 1, Փաշինյանը տենց էլ չի հասկանում, որ ինքը այլևս ծախու խմբագիր չի, ինքը չի կարող հանդես գալ օդում կախված լուրերով եւ այլնով եւ այլնով։ Եթե Հայաստանում արկա են բացի իրենցից իհարկե արտաքին այլ երկրների գործակալներ, իրենք ունեն ամբողջ ուժային համակարգը, քննչականը, ԱԾ-ն եւ այլն, մի հատ էլ հակահետախուզություն է ստեղծել։ Եվ ես չեմ հասկանում այդ օդի մեջ անիմաստ կրակելու տրամաբանությունը, սա մեկ։ Երկրորդ արդեն անդրադառնալով մեր եվրոպացի գործընկերներին, իմ համար անհասկանալի է, որ մի ռեժիմի, մի վարչակարգի, որը քաղաքաբանտարկյալներ է պահում, ոստիկանական բռնաճնշումներ իրականացնում, դատական համակարգն է ուզուրպացրել, իրավապահ համակարգն է ուզուրպացրել, մի հատ էլ իրանց քաջալերում են հավելյալ ֆինանսավորումով, որում մեկ կետ էլ է զարմանալի, երկար տարիներ անդադար խոսվում է ԵՄ-ից եկող ահռելի ֆինանսավորման մասին, հələ որ խոստումների մակարդակով, որովհետև չի հրապարակվել, թե ուր է գնացել այդ 1.250, 1.225, 1.223 միլիոնը, բայց կտեսնեք, ես այդ 15 միլիոնը շատ արագ կգա, շատ արագ, որտեղ դա Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է։ Ես վարկյան անգամ չեմ կարող պատկերացնել, թե ինչ են անելու, սա գիտեք, սա էական է ոչ միայն փողի տեսանկյունից ուղղակի ներգործության տեսանկյունից, այլ նաև ակնհայտ է դարձնում այն փաստը, որ հետագայում Փաշինյանը ինչ ուզի անելու է այլախոհների նկատմամբ, ընդդիմադիրների նկատմամբ, եւ դա փաթեթավորելու է, որ արտաքին ներգործություն